Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Հայկական հարցը, ցեղասպանությունը, անկախություն, հայկական հավերժության նշանը, Western Armenia շաբաթ հաթերթին 104-րդ համանadus եկալ, Հալեպում հաստատությունները Պեցվալն շկոլն են, կապը մնական, Արցախը կոլն տվալ Մետաքսե Հակոբյան, Արցախապայթյունից դուժացները բուժման փուլում, Կոշիկն է հայկական անցյալի հետքերով, տերևներով տոլմա։ Հայկական հարցն Հայաստան անկախության ձևավորումը սերտորեն կապված է Արևմտյան Հայաստանախնդրին հետ։ Ցեղասպանությունը սկսվել է վեշտ ամենակ 1915-ին, այլև 1894-ից 1896 թվականներին ու շարունակվել է որպես ծրագրավորված գործընթաց։ Ներառելիս այլ նաև գյուղացիական բնակչության զանգվածային ոչնչացումն Ադանայի կոտորածները, ցեղասպանության տարիներին ձևավորվել է հայկական դիվանագիտական պայքարը Գևորգ Կաթողիկոսի ու Պողոս Նուբարի միջոցով, ինչին արդյունքում հարցը մտալ է միջազգային օրակարգ։ Սոր Արևմտյան Հայաստանը իրավաքաղաքական հիմքերը գոյություն ունին ու պահանջում են հետևողական պաշտպանություն։ Հայկական հարցը շարունակական ապահանջմագիտակցված պայքար։ Հայկական հավերժության նշանը, ինչն խորհրդանշում պտույտի աճ ու ձախ ուղղությունները հայկական զարդարվեստի ամենատարածված տարը հավերժության նշանը կամ արևախաչը ունե հստակ ընթերցվող խորհրդաբանություն, վերը կախված այրան թևերի պտտման ուղղությունն է։ Մեր մշակույթում ընդունված է շարժման երկու հիմնական ուղղություն՝ դեպի աճ պտույտը ժամասլաքի ուղղությամբ, սա կոչվում է արեգակնային պտույտը։ Խորհրդանշումը ակտիվ կյանքը լույսը արումն է ֆիզիկական աշխարհի զարգացումը, բիդածախ պտույտը ժամսլաքին հակառակը հաճախ կապվում է լուսնային կամ հոգևոր էներգիայի հետ։ Խորհրդանշումը վերադարձ բիդակունքներ, հոգու անմահությունը, հավերժությունը։ Մանրանկարչության մեջին արևախաչ նույնպես կարինք տեսնանք ու հանդիպում զարդանախշի տեսքա։ Վերհուշարձանին իրան արկան երկու պտույտն են, դա խորհրդանշում է տիեզերական ներդաշնակությունը, նյութականի ու հոգևորականի միասնությունը։ Western Armenia շաբաթ հաթերթին 104-րդ համանadus եկալ վերիշապիկի նկարված աշխարհահռչակ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը։ Ավելի քան 200 արտոնագրերի հեղինակ Սիմջյանին շատերը անվանան երկրորդ Թոմաս Էդիսոն։ Ինքը ծնվել է Օսմանյան կայսրության Այնթափ քաղաքում հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարիներին, որ փացալ է հետո փրկվել ու հաստատվել է Ամերիկայում։ Բրծնելով Յեյլի համալսարանը Սիմջյանը մինչև կյանքի վերջը զբաղվել է գյուտարարական գործունեությամբ։ Իրան ամենահայտնի գյուտերից են բանկամատնա բանկոգրաֆը, վեր իրան ժամանակից առաջն էլ հնցած։ Չնայած սկզբում չգնահատված լինելուն տարիներ անց դրանք տրալան բանկային համակարգի անփոխարինելի մասը։ Սիմջյանը հեղինակ է նաև ավտոմատ ֆոկուսով ֆոտոխցիկի գունավոր ռենտգեն ապարատի ու ՄԽԼ այլ նորարարական սարքերի կիրառելի տարբեր ոլորտներում։ Western Armenia շաբաթ հաթերթը հրատարակվում է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով, նպաստելով հայկական մշակույթի տարածման Արևմտյան Հայաստան ամասի միջազգային երազեկության խորացմանը։ Կարդացեք ամբողջական համարը Western Armenia TV-ի սայտում։ Հալեպում սոր վերսկսվել են պետական հաստատությունների գործերը, իսկ քաղաքի հայ համայնքը սկսել է ետառնալ բնականոն կյանքի։ Սրա մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Հյուրանոցել ավը 3-ի մինչև ուժ ժամը քրդական 3 շրջանների զինյալները Տուսինպերվալ ու տեղափոխվել են Եփրատ-արևելք երկրի հյուսիս-արևելյան շրջաններ։ Գաբրիելյանը նշал նաև Վերեսչեբետ դպրոցներում նախատեսված արել կիսամյակային քննությունների շրջանը, բայց հետաձգվել է մի շեպտա։ Նույն ժամկետով հետաձգվել նաև համալսարանային տեսերը։ Արդեն հայտնանք վեր մի քանի օր Հալեպում ռազմական գործողություններն էլ ընթանալիս հայաշատ բնակավայրերի հարևանությամբ քրդական 3 բնակավայրերում։ Արցախը կուրցրալ չընկրվումը, կոլն տվալ քաղաքական որոշումով ու մարսալն լռության ու անպատժելիության պայմաններում, կիրել է Արցախա ազգային ժողովի արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հյուրանոցելավը Արցախը տարալ նախադեպ ու փորձադաշտ, իսկ սոր նույն քաղաքականությունը վտանգի տակ է դրվում Հայաստանը, սահմանների ճշգրտմամբ ու խաղաղության նորակարգի անվան տակ է։ Հակոբյանը շեշտում է վերտա տարածքային զիջումը ինքնիշխանության հաշվին, իսկ անվտանգության քանդումը ներկայացվում է որպես խաղաղություն։ Ինքնավ անդրադարձալ եկեղեցու դեմ ուղղված գործողություններին, դրանք որակել է որպես դիմադրության վերջին բարոյական հնարանի թիրախավորում։ Մտածող ու հիշողություն ունեցող հայն է վտանգավորես իշխանության հետի, ընդգծալ պատգամավորը հավելել ավելլրությունը, անգործություն նշանակում են համաձայնություն հերթական կորստինի հետ։ Հակոբյանը հրապարակալ նաև տեսանյութ Շուշվա կանաչ ժամից։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ Ասկերան ճանապարհին կողքին տեղի ունեցած բենզինապահեստի պայթյունից վիրավորվածներին բուժումը հիմնականում ավարտված է։ Երևանը բուժված սաղ պացիենտները Տուսինկիրյար բալնիցոցան ու անցնկեն վերականգնողական կուրսեր։ Այս պահին արտերկրում բուժում ստանում մենակ մի քաղաքացի, բուժումն վերականգնումը իրականացվում պետական պատվերի շրջանակում։ Այս վերջերս հայտնաբերված մարգարտափայլ ներդիրներով փայտե կոշիկների, քաբքաբների զույգը կարևոր վկայություն է 18-ից 19-րդ դարերի հայկական մշակութային ժառանգության մասին։ Ենթադրաբար սարքված Եգիպտոսում կամ Օսմանյան Թուրքիայի տարածքում տրանքափում են տարածաշրջանի հայկական համայնքների արհեստագործական ավանդույթներին հետ։ Բեցիր փայտե հենակներով այս կոշիկներն զարդարված են երկրաչափական նախշերով ձևավորված մարգարտափայլ ներդիրներով ու մետաղալարային
եզրագծերով։ Կաշվի ու Թավշյա կապերը կրում են արծաթաթել ասեղնագործություն, իսկ դրանց իրան պահպանման հայկական սկզբնատառեր YML, որոնք ընդգծում են իրի հայկական ծագումնա անհատական պատկանելիությունը։ Գեղարվեստական մշակման պետության մակարդակնա պահպանված մանրամասները դարձնում են այն ոչ միայն կենցաղային իրեր, այլև արժեքավոր մշակութային վկայություններ, պատմական հիշողության ու ինքնության կրողներ։ Մխելա ուտեստների շարքում վեր առանձնահատուկ տեղ զբաղեցնում սաղ աշխարհի սննդի սիրահարների սրտերը մտոլման հանդեսակյան որպես սերնդեսերունդ փոխանցված խոհարարական ստեղծագործական արվեստի վկայություն։ Այս ճանապարհորդության ընթացքում մունք անդրադառնալու ենք տոլմայի հարուստ պատմությանը, բացահայտելով խաղողի տերևներով բարուրված այս համեղ ուտեստի գաղտնիքները։ Դոլման սարքում են թամսային թա բանջարեղենային հումքավ, լցված ու փաթաթված տիլի մեջ։ Ուրարտերեն տոլի բառից վերը նշանակում է խաղողի տերև, ստղանել տոլմա, խաղողի տերևի մեջին լցված ու փաթաթված ճաշատեսակ։ Դայրին վաղտը այս ուտեստը ընդունվալա, հարմարեցվալա ու տոնվալա տարբեր մշակույթների կողմից յուրայան կրելով տարբեր ազդեցություններ։ Սիրելի հայրենակիցներ, սովայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետ պնդկացիք։